Բարև ձեզ, օրվա տեղեկատվությամբ առաջինի եթերում դուք դիտում եք գլխավոր թողարկումը, այսօր ծրագրում։ Աշխատանքային օրնազգային ժողովում Կենտրոնական բանկը խորհրդարանին է ներկայացրել 2011 թվականի գործունեության հաշվետվություն։ Զեկուցել է վարչապետի վերահսկողական ծառայությունը։ Հայաստանի շուրջ 65,000 քաղաքացի ամեն տարի կաշառք է տալիս հաշմանդամության կարգ ստանալու կամ կարգը վերանայելու համար։ Անսպասելի հարված։ Եվրոպացի պատգամավորը բացում է ադրբեջանական դիվանագիտության խաղաքարտերը, ուղիղ միացում Ստրասբուրգի։ Վրաստանը հետընտրական ոգևորության մեջ, ընդդիմությունը բաժանում է պաշտոնները, ովքեր կլինեն Վրաստանի կառավարության նոր կազմում։ Նախընտրական կրքերը սրվել են նաև Միացյալ Նահանգներում, ուղիղ միացում Վաշինգտոն։ Գյումրիից Վրաստան միջպետական ճանապարհը աշնանշեմի է։ Եթե քայլեր չձեռնարկվեն, գարնանը մայրողում սպառնում է անմխիթար վիճակը։ Սկսենք ազգային ժողովից, այստեղ շարունակվել են պետական բյուջեի կատարման շուրջ քննարկումները։ Այսօր գլխավոր դրամատունն է ներկայացրել 2011 թվականի գործունեության հաշվետվությունը, որի շուրջը ըստ էության ծավալվել է բանավեճը։ Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Հրանտ Բակրատյանը վիճարկել է որոշ վիճակագրական տվյալներ, որոնք տեղ են գտել Կենտրոնական բանկի հաշվետվությունում։ Խորհրդարանում ելույթ է ունեցել կառավարության ղեկավարը։ Կենտրոնական բանկի 2011-ի գործունեությունը խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է բոլոր ուղղություններով։ Հրանտ Բակրատյանի կարծիքով գների կայունություն գլխավոր դրամատունը չի ապահովել։ Ինչպես է ստացվում, գներն իջնում են, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրանում։ 120 էջանոց հաշվետվության որևէ կետի հետ պատգամավորը համաձայն չէ։ Մեր ցուցանիշ, մեր նախարար ռեֆորմ են արել, օրինակ կրթությունը լավացել է, անցել են լրի Բոլոնյա համակարգը, ցուցանիշ լավացել է, հետո ու դրանով վերջ։ Հրանտ Բակրատյանը լուրջ խնդիրներ է տեսնում նաև վարկավորման համակարգում։ Կառավարության ներկայացրած գնաճային ցուցանիշները եւս Բակրատյանի խոսքով իրականությունը չեն արտացոլում։ Գներն ավելի շատ են աճել, քան եկամուտները։ Ձեր ասածների 90%-ը կարծում եմ վիճարկման առնվազն առարկա է եւ մենք ունենք մեր պրոֆեսիոնալ մոտեցումը, որը այլ հարթակում կարող ենք մանրամասը քննարկել եւ ձեզ համոզել, որ ձեր ասածները վերջնական ճշմարտությունը առնվազն չեն։ Գերատեսչություններն ինչպես են ծախսել 2011-ի պետական հատկացումները, բյուջեի կատարման հաշվետվությունն արդեն պատգամավորների սեղանին է։ Կառավարության գերակա խնդիրն է եղել տնտեսական կայուն աճի ապահովումը, բիզնես միջավայրի հարկային ու մաքսային վարչարարության բարելավումը։ Տարին այդ իմաստով բեկումնային էր, գործադիրին հաջողվեց ոչ միայն աճ արձանագրել, այլև բարելավել տնտեսության ակտիվության ցուցանիշը, որի տեմպը նաև 2012-ին է նկատելի, նշեց վարչապետը։ Այս պահի դրությամբ մենք ունենք տնտեսական ակտիվության ինդեքսը, որ հրապարակվել է ազգային վիճակագրական ծառայության կողմից, եւ դրա հիման վրա կարողանում ենք մեր հաշվարկները իրականացնել, որոնք ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ տնտեսական աճը կազմում է շուրջ 7% համախառն ներքին արդյունքի տեսակետից։ Բյուջետային ծախսերը եղել են թափանցիկ, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ չկան։ Օրենսդիր գործադիր հարցոպատասխանի ժամանակ վարչապետն արդեն անդրադարձավ ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի հարցին։ Գնումների համակարգում խնդիրներ կան, սակայն դրանց լուծման ուղղությամբ կառավարությունն արդեն քայլեր ձեռնարկում է։ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հարց էլ վերաբերում էր գազի սակագնի հնարավոր փոփոխությանը։ Տիգրան Սարգսյանը նշեց, որ էներգետիկայի նախարարությունն այժմ բանակցում է ռուս գործընկերների հետ, իսկ գազի գնի որոշումը տեղի է ունենում համաձայն սահմանված կանոնների։ Կարող եք երաշխավորել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում գազի գինը չի փոխվի։ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված խաղի կանոններ եւ բնականաբար ամեն տարի սկսում է բանակցային գործընթաց այն մասին, թե ինչպիսին է լինելու ապագա գազի գինը եւ այդ գազի գնի որոշման բանաձևը։ Այս պահի դրությամբ դեռևս բանակցությունները չեն ավարտվել։ Ինչ քայլեր է անում կառավարությունը, որպեսզի մեր քաղաքացիներին օտարերկրյա միգրացիոն կազմակերպությունները չհավաքագրեն։ Խոսքը մասնավորապես ռուսական համերկրացիներ կազմակերպությանն է վերաբերում։ Հետխորհրդային երկրների համար ռուսական վերաբնակեցման պետական ծրագիրն էլ պատգամավոր Արզումանյանին է անհանգստացնում։ Միգրացիոն այդ ծրագիրը նման ձևաչափով Հայաստանի համար ընդունելի չէ, հայտարարեց վարչապետը։ Այս հարցը հստակ ձևակերպված է միշտ կառավարական հանձնաժողովի նիստում եւ մեր հստակ դիրքորոշումը մենք հայտնել ենք։ Այդ դիրքորոշումը հայտնի է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը եւ մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության դեպքում այդ ֆորմատը չի գործի։
Խնդիրների մի ամբողջ փնջով առանձնացող Նոր-Նորքի արևմտյան հատվածում Էրեբունուն սահմանակից նորաստեղծ Դավիթ Բեկ թաղամասի վերաբերյալ հարցն էլ կառավարությանն ուղղեց պատգամավոր Ֆարմանյանը։ 90-ականներին այստեղ կառուցված կացարանների կողքին թեև վերջին տարիներին նաև շքեղ առանձնատներ են հայտնվել, բայց միևնույնն է բնակիչներն այստեղ զրկված են նվազագույն պայմաններից։ Չկա ոռոգման համակարգ, չկան ջրագծեր, չի իրականացվում աղբահանություն։ 50 բնակելի ինքնակամ շինություններն էլ օրինականացված չեն։ Արդյոք կառավարությունը պատրաստ է ցուցաբերելու տարբերակված մոտեցում լուծելու այդ ինքնակամ շինությունների, բնակելի տների օրինականացման հարց։ Այստեղ ինչքան հասկացա ոչ միայն քաղաքապետարանն է առնչվում հարցերը, այլ նաև ոստիկանության ու հաշվառման հետ կապված խնդիրներ կա եւ այլն։ Մենք փորձենք Երևանի քաղաքապետի հետ համենայն դեպս նախ գույքագրել խնդիրները ըստ էության, եթե գործող օրենսդրությունը թույլ չի տա դրանց ավելի էֆեկտիվ լուծումներ տալ, հասկանալ ինչ կարող ենք արդեն միասին անել։ Պատգամավորն առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն բոլոր կառույցների ներկայացուցիչներ, նաև բնակիչները, եւ չշրջանցելով օրենսդրությունը խնդիրներին հանձնաժողովը կփորձի տալ իրական լուծումներ։ Մայա Խաչատրյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Կառավարության ղեկավարն այսօր այցելել է սոցիալական հարցերի նախարարություն։ Առիթը վարչապետի վերահսկողական ծառայության նոր զեկույցն է, որում տեղ գտած փաստերը աղաղակող են եւ ամենայն հավանականությամբ կհետևեն պաշտոնազրկումներ։ Նախարարը խոստացել է ծառայողական քննություն սկսել չարաշահումներ թույլ տված պաշտոնյաներին բացահայտելու համար։ Առայժմ բացահայտվել է, թե ինչ արժե հաշմանդամության կարգ ստանալը կամ կարգը վերանայելը։ 15,000-ից մինչև 200,000 դրամ հաշմանդամության կարգ ստանալու ստվերային սակագներն են։ Հաշմանդամության կարգ կարելի է ստանալու օգտվել բազմաթիվ արտոնություններից, եթե ունես փող կամ ծանոթ։ Այս մասին Հանրապետության վարչապետին իր վերահսկողական ծառայության պետը զեկուցել է 3 եւ այսօրվա առավոտյան վարչապետը սոցապում հավաքել էր բոլոր բաժինների պատասխանատուներին։ Հանդիպել ենք զարհուրելի փաստերի, ասաց նա։ Մեր քաղաքացիները մեր մասին, ձեր մասին պատկերացում են կազմում շփվելով չինովնիկի հետ տեղերում։ Եվ հիմա վերահսկողության ծառայությունը զեկուցում է, որ կաշառակերությունը հաշմանդամության խումբ ստանալու ոլորտում համատարած է։ Հասկանում եք։ Համատարած է։ Վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղեկացման բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում պահանջվող տեղեկանքի համար ուժ հաստատությունները 5-ից 20,000 դրամ են ուզում։ Փորձաքննական հանձնաժողովներում կաշառքի չափը 15-ից 35,000 դրամ է։ Հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ հնարավոր է ձեռք բերել 1 ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով։ Շատ քաղաքացիներ հաշմանդամության խմբից զրկվել են միայն այն պատճառով, որ պահանջվող գումարը վճարել չեն կարողացել։ Իսկ հնարավոր է առանց փողի հաշմանդամության կարգ ստանալ, հետաքրքրվեց վարչապետը։ Հնարավոր է, բայց ծանոթ է պետք, պարզաբանեց վերահսկողականի պետը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում բոլոր հաշմանդամները գիտեն, որ առանց վճարելու չեն ստանալու հաշմանդամության խումբ։ Տարեկան մոտ 65,000 մարդ է հաշմանդամության կարգի գործընթացի հետ շփվում։ Ճիշտ այդքան մարդուց գումարներ են պահանջում։ Երևույթը նոր էլ չէ։ Ինչու սոցապ համակարգում ոչ մի պատասխանատու չի ահազանգել, վարչապետը զայրացած է։ Տարեկան 65-ից 70,000 քաղաքացի առնչվում այս կոռուպցիոն ռիսկերի հետ։ Փող է տալիս ուղղակի։ Բայց այդ 65,000 մարդը մեր մասին ինչ պատկերացում է կազմելու։ Կոնկրետ ձեր նախարարության մասին ինչ պատկերացում է կազմելու։ Չի ասելու, որ գիտեն բոլորն էլ լռում են։ Իմ մոտ հարց առաջանում, փորձառու մասնագետներ եք բոլորդ։ Բայց ինչի չեք ահազանգում։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը խոստացավ ծառայողական քննություն անցկացնել, կառավարությանն էլ առաջարկել, որպեսզի փորձաքննությունները հասարակական, մասնագիտական ու նաև իր անմիջական հսկողությամբ իրականացվեն։ Պիտի դնենք նաև անձնական պատասխանատվությունը յուրաքանչյուր աշխատողի։ Պահանջում եմ ձեզանից, պարոն նախարար, անհապաղ կադրային փոփոխություններ իրականացնել։ Ծառայության ղեկավարը, որ տարիներ շարունակ այս ռիսկերի հետ առնչվում է, մի անգամ չի հազանգել, անհապաղ պետք է հեռացվի աշխատանքից։ Ազատվեք այդ մարդկանցից, որ մեզ հավատան, ազնիվ ու պարկեշտ անգործ մարդիկ կան, զայրացավ վարչապետն ու հեռացավ նախարարությունից։ Օրվա առաջին կեսին արդեն Միքայել Վանյանը, գործակալության պետը, աշխատանքից ազատվեց։ Պարզվում է, այդ բացահայտումները պետի համար անակնկալ էին։ Ռիսկերը կան, իհարկե ցանկացած ոլորտում մեր երկրում կան, բայց որ նման համատարած բնույթ են կրում, դա իմ համար շատ անակնկալ է։ Այս գործընթացը Միքայել Վանյանը գերադասում է սերնդափոխություն որակել, արտարոց ոչինչ չկա։ Հանգիստ խղճով ես կազատվեմ աշխատանքից։ Գործակալությունում պետի ազատման մասին դեռևս չգիտեն, ապօրինի գումարների մասին բացահայտումներին էլ չեն հավատում։ Ինձ ոնց կլինի, դե թող ապացուցեն, ոնց կարելի է օդի մեջ ասել այդպես։ Իդեպ բուժվիճակագիր փորձագետի աշխատավարձը 45-ից 56,000 դրամ է, ազնիվ ու պարկեշտ քանի մասնագետ կդիմանա։ Սուսան Բադալյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։
Ստրասբուրգում շարունակվում է Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովի նստաշրջանը։ Եվրախորհրդի գերմանացի պատգամավոր Քրիստոֆեր Շտրասեն վերջապես վերջակետ է դնում քաղբանտարկյալներ տերմինի տարընթերցումներին։ Մի քանի կետանոց նրա ձևակերպումը արժանացել է վեհաժողովի հավանությանը։ Առավել հատկանշական է, որ նույն Շտրասեն վաղուց պատրաստում է Ադրբեջանի քաղբանտարկյալների զեկույցը, երբ տերմինը չկար, իսկ երևույթը ակնհայտ էր։ Տեղափոխվենք Ստրասբուրգ։ Ստրասբուրգից հեռախոսով լսենք Սիրանուշ Մուրադյանին։ Այսօր առավոտյան հրապարակվեց խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի ու պատժի կանխարգելման հանձնաժողովի զեկույցը, որը կազմել են Եվրախորհրդի փորձագետները 2011 թվականի դեկտեմբերին Երևան այցելության ժամանակ։ Զեկույցում ասվում է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ բանտարկյալների նկատմամբ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները նորմալ են վերաբերվում, վատ կամ միտումնավոր դաժան վերաբերմունքի բողոքներ չեն արձանագրվել։ Զեկույցում ասվում է նաեւ, որ բանտում ստեղծված կենսական ոչ բարվող պայմանները դժվարացնում են երկար ժամանակահատվածով ազատ ազատվածներին պահելը։ Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի լիբերալ դեմոկրատներ խմբակցության նիստում էլ հետաքրքիր փաստի մասին բարձրաձայնեց գերմանացի պատգամավոր Մարիա Բրեգերը։ Պատգամավորը խոսեց Ադրբեջանի եվրոպացի պատգամավորներ գնելու մասին, խորհրդանականը մասնավորապես ասաց, որ Գերմանիայի խորհրդարանում եւս արդեն կան պատգամավորներ, որոնք զբաղվում են Ադրբեջանի լոբինգով եւ Ադրբեջանը բացահայտորեն ֆինանսավորում է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի տարբեր պատգամավորների անձնական ծախսերը, ընդհանուր մինչեւ ինքնաթիռի առաջին կարգով տարբեր երկրներ ուղևորվելը։ Գերմանացի պատգամավորը շեշտեց, որ սա լրջագույն խնդրեմ է, մենք իրավունք չունենք սրան, այլևս մատների արանքով նայել ասաց։ Ես հիշեցնեմ, որ վերջերս Եվրոպական հասարակական կազմակերպությունից մեկը խավիարային դիվանագիտություն վերնագրով մի զեկույց էր հրապարակել, որում ասվում է, որ ԵԽԽՎ պատվիրակներին ադրբեջանցիները բարբերաբար կաշառում են խավիարով։ Ասեմ, որ այսօր աշխատանքային օրվա ավարտին էլ վեհաժողովը լսեց իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի քաղբանտարկյալի սահմանումը վերտարությամբ զեկույցը։ Զեկուցող Քրիստոֆ Շտրասերը հանգամանորեն ներկայացրեց մարդու իրավունքների հետ կապված խնդիրները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում։ Ելույթ ունեցան 3 տասնյակից ավելի պատգամավոր, գրեթե բոլորի շեշտադրումը Ադրբեջանի վրա էր։ Ամեն օր տեղեկություն է լինում այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները ավելի ու ավելի շատ քաղբանտարկյալներով են լցնում բանտերը։ Նույնը պետք է ասել Թուրքիայի մասին, հայտարարեց ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուଆ Ռոժբլուանը։ Մյուս պատգամավորներն էլ իրենց ելույթներում նշում էին, որ չպետք է զեկույցում կատարել այն ուղումները, որոնք պահանջում են ադրբեջանցի եւ մյուս պատվիրակները։ Թուրքական պատվիրակությունը ներկայացնող Մևլութ Չավուշօղլուն էլ դժգոհեց, թե չի կարելի կենտրոնանալ 1-2 երկրի վրա։ Սա համընդհանուր զեկույց է եւ ընդհանրապես զեկույցը կազմելիս Շտրասերը փորձագետներ չի ներառել։ Հիմարություն եք ասում, այսպես արձագանքեց Չավուշօղլուն գերմանացի պատգամավոր Գրեմոն Թաուբադելը իր ելույթում, ասելով, թե չի հավատում, որ ԵԽԽՎ երթեմնի ղեկավար Չավուշօղլուն այդպիսի հայտարարություն կարող է անել։ Փորձագետները ընդգրկվել են այս աշխատանքներում, ասաց գերմանացի պատգամավորը։ Ինչևէ, որքան էլ հատկապես ադրբեջանա-թուրքական կողմը ընդդիմանում էր, ձայների 100 կողմ եւ 64 դեմ քվեարկությամբ Շտրասերի զեկույցով ընդունվեց բանաձև քաղբանտարկյալի սահմանման մասին։ Սիրանուշ Մուրադյան, առաջին լրատվական, Ստրասբուրգ։ Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովի նստաշրջանին հետևում էր Սիրանուշ Մուրադյանը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու առիթով։ Մեջբերում է։ Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է, երկրի վարկին հասված բացասական հետևանքներով։ Իսկ դա ամենևին այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի։ Ցավում եմ կատարվածի համար եւ իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին, մասնավորաբար ասված է հայտարարության մեջ։ Սաֆարովի գործը